Հարգելի գործընկերներ, հունվարի 1-ից գործարկված հիմնադրամը և աշխատանքները, համակարգը ըստ էության կարող ենք ասել, որ առաջին ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 միլիոն անձի ապահովագրություն և գիտեք, որ առողջության ապահովագրությունը ի տարբերություն սոցիալական ապահովագրության հենց որ մտնում է ուժի մեջ, արդեն իսկ սկսում են ծառայություններից օգտվել անձինք և սա շատ կարևոր տարբերություն է։ Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը ևս բավական սահուն անցել ենք, առաջնակի ուրեմն կազմակերպությունների առումով բավական ընդլայնում ունենք, թե ովքեր են միացել ապահովագրությանը և այս աշխատանքները շարունակական են, այսինքն դեռ շարունակվում են հայտեր ներկայացվել ծառայությունների առումով միանալու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։ Սա վերաբերվում է ինչպես առաջնային օղակին, այսինքն պոլիկլինիկաներ, նաև մասնավոր պոլիկլինիկաներ, այնպես էլ վերաբերվում է լաբորատոր և դեղատնային ցանցին, սա էլ շատ կարևոր է, մեզ համար առանձնահատուկ շեշտադրված է, որ քաղաքացիների համար ծառայություններից ստանալը հնարավորինս լայն աշխարհագրություն ունենա և հասանելիություն ունենա։ Հաջորդիվ իհարկե ես ընդհանուր որոշակի թվեր ներկայացնեմ, որոնք որ ցույց են տալիս ծավալները այս ընթացքում իրականացրած և մատուցած ծառայությունների, եթե հետո հարցեր լինեն, այլ ավելի մանրամասն թվային տվյալներ կներկայացնեմ։ Ուրեմն ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն շուրջ 1.700.000 հոգի է։ Այստեղ ես նախորդ նաև կառավարության նիստից հետո բրիֆինգին ներկայացրեցի ձեզ, որ այս թվի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ ավելացել են ռեզիդենտների թիվը, այսինքն այն անձինք, ում Հայաստանում լինելու 183 օրը լրացել է, նրանց թիվը աճել է և ավտոմատ ստացվում է նրանք ևս ստանում են կարգավիճակ և ընդգրկում են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Հաջորդիվ ավելացել է նաև 200.000 պլյուս աշխատավարձ ստացող անձանց թիվը, ովքեր ևս ներգրավել են առողջության համընդհանուր ապահովագրության մեջ։ Բացի դրանից արդեն իսկ անհատ ձեռնարկատերերը, ում համար ուժի մեջ էր մտնում ապրիլ ամսին, սակայն մենք օրենսդրական փոփոխություն իրականացրեցինք և նրանց համար ուժի մեջ մտնելու պարտադիր պահանջը տեղափոխեցինք հունիսի 20-ը և այս առումով մենք ուրախ ենք, որ անհատ ձեռնարկատերերը չսպասելով օրենքով սահմանված պարտադիր ժամկետին, բավականին մեծ տեմպով միանում են ապահովագրական համակարգին, իրականացնում են վճարումները և փաստացի սկսում են օգտվել ծառայություններից։ Այսինքն այս մի շարք հանգամանքները եթե կհիշեք, ես հունվարին երբ որ հրապարակում էի, 1.500.000 հոգու մասին էր խոսքը գնում, բայց ընթացքում այս թիվը աճում է ապահովագրվածների և հիշեցնեմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր, դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, միանալու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, միանալու են արդեն անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները և նաև առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք էլի մի քանի խմբեր, ում մասով պետք է քննարկում իրականացնենք, արդյոք 27 թվականի հունվարի 1-ից նրանք ևս կմտնեն պետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին։ Եվ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին և ուսանողներ և այլն, և այլն, և այլն։
ապահովագրվածների թիվը ըստ էության մի քանի 100,000-ով կավելանա, որտեղ մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը անցնում է 300,000-ը, եթե չեմ սխալվում։ Այստեղ էլ քանի որ սրանք էլ փոփոխական են, այսինքն աշխատավարձի չափերը տարվա ընթացքում փոխվում են, բայց ընդհանուր մոտավորապես այդքան միայն աշխատավարձ ստացողների մասով թիվը կավելանա։ Կհասնենք 2 միլիոն անգամ կանցնենք դրանից, արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Այս 1,700,000 հոգուց ուրեմն ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե կանխարգելիչ, թե սկրինինգայի եւ թե ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու բժշկական ուրեմն ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8,399,491 է։ Ուզում եմ այստեղ չշփոթենք, անձանց թիվը 842,750 է, ծառայությունների թիվը 8,399,491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտված լինի։ Ընդհանուր կատարողականը սա եւս որոշակի ճշգրտման դեռ տեղ ունի, ես ձեզ տալիս եմ այսօրվա դրությամբ մեր տվյալները, ամիսը կամփոփվի, որոշակի կատարողականի ճշտումներ կունենանք, 97.4 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել։ Որն էիք հարցնում։ 8,399,491-ը ծառայությունների թիվն է, այո, 97.4 միլիարդը կատարողականի թիվն է, որը շեշտում եմ, որ կարող է որոշակի փոփոխություններ ունենալ։ Այո, բայց դուք 127-ը միայն պետական սուբսիդավորման կտորն եք ասում, բայց մենք ունենք նաև ապահովագրված վճարողների կողմից կուտակված գումարները։ Ասեմ, որ իհարկե մինչ ուրեմն ընտրությունների շրջանում, հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, որ իբրև թե առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները եւ դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա եւ մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային այսպես վարքագիծ կար, որ հնարավորինս արագ գնալ, հնարավորինս արագ ստանալ ծառայություններ, վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության ուրեմն բարեփոխումը կանգ առնի, նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման եւ այլն, մենք կարողացանք նաև դիմակայել այս դիմելիությանը, կառավարել եւ ըստ էության այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք։ Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք որոշակի կայունություն դիմելիության եւ դա կարեւոր է, սա եւս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացման եւ հաջորդ 6 ամիսների նաեւ ընթացքը մեզ ամբողջական պատկեր կտա մեր ակտուարական հաշվարկների ակտուալության մասով։ Նշեմ, որ ծախսային առումով մենք եւս մեր պլանավորման շրջանակներում ենք, իհարկե մենք ունենք գործիքակազմ կիրառելու այս ծախսային հատվածով ծառայությունների տեսնելով տեմպը, հերթագրումները, ծառայությունների ստացման ծավալները, այստեղ մենք ունենք բավական գործիքակազմ աշխատելու, կարգավորելու եւ անգամ եթե տենդենսը դիմելիության գնա դեպի աճին, ապա ուրեմն հիմնադրամը իր լիազորությունների շրջանակում, այնուհետև կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում կարող է կիրառել որոշակի գործիքներ կառավարելու հիմնադրամի աշխատանքներն ու մեր
եկամուտներ, ծախսեր բալանսը ապահովելու համար, բայց ուրախ եմ, որ մինչև այս մենք նման միջոցառումներ իրականացնելու դեռ անհրաժեշտություն չենք ունեցել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։